Սարամեջ գյուղը 150 տարեկան է։ Հոկտեմբերի 23-ին լեռների մեջ ծվարած այս գեղեցկուհին հյուրընկալ դռները բացել եւ տուներ հրավիրել բազմաթիվ հյուրերի, ովքեր երկու նշանավոր իրադարձության վկաներն էին լինելու։ Նշվելու էր գյուղի տարեդարձը, բացվելու էր գյուղի մեծ բարեկամ երջանկահիշատակ վարչապետ, հասարակական քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված խաչքար հուշակոթողը։ Հյուրերի բազմությունը հետզհետե ստվարանում էր։ Մարդիկ խմբվել էին դպրոցի բակում եւ անհամբեր սպասում էին խաչքարի բացմանը։ Ներկա էին ազգային ժողովի падգամավորներ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր անդամներ, ՀՀԿ Լոռու մարզային խորհուրդը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ եւ այլ բարձրաստիճան հյուրեր, որոնց մեջ առանձնանում էր հատկապես մեկը, ում դժվար էր հաջողվում թաքցնել հուզմունքը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին էր, Տարոն Մարգարյանը։ Խաչքարը բացվեց, գուգարած թեմի հոգեվոր հովիվների կողմից կատարվեց օրհնության կարգ, ապա ներկաները ծաղիկներ դրեցին հուշակոթողին ի նշան մեծ սիրո ու երախտիքի։ Սարամեջի բնակիչները Մշեցի գաղթականների սերունդներ են։ 1928-ից 29 թվականների ռուս-թուրքական պատերազմի տարիներին գաղթել են Արևելյան Հայաստան եւ 1861 թվականին հիմնել Սարամեջը։ Տեսել են բազում դժվարություններ, ծանր օրեր։ 1988-ի երկրաշարժը իր հերթին ավերեց գյուղը եւ մարդիկ երկար տարիներ մնացին անօթևան։ Արմատներով Մշեցի Անդրանիկ Մարգարյանը առաջիններից էր, ով բարեկամական ձեռք մեկնեց համայնքին եւ դարձավ նրա բարեկամն ու մշտական հյուրը։ Խաչքարի մոտ խմբվածները այս պատմությունը լավ գիտեն։ Շնորհակալ եմ այն բանի համար, որ դուք այսօր հավերժացրել եք մի կոթող եւ նվիրել են մեծ մարդուն, ազգային, քաղաքական, պետական մեծ գործին, որը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց Հայաստան աշխարհի համար։ Եվ կարոտ է սրտում, ցավոք սրտի վաղաժամ գնաց երկրի կարոտը ունենալով։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը մտան դպրոց, ուր հանդիսավորությամբ բացվեց նաև Անդրանիկ Մարգարյանի անվան դասարանը։ Դպրոցից դուրս տոնական եռուզեռը հետզհետե աշխուժանում էր։ Սարամեկցիները բացօթյա ճոխ սեղաններին ի ցույց էին դրել հուշավանդական կերակուրները, երգում էին ազգագրական երգեր, իսկ քիչ հեռվում մեղեդին որսում եւ օդում պարում էր լարախաղացը։ Նման միջոցառումների կարևորությունը կայանում է նրանում, որ գյուղը ճանաչելի է դառնում ոչ միայն մարզի, այլ ամբողջ հանրապետության համար։ Սա մենք շատ ենք կարևորում, որովհետև իրոք գյուղը դրա կարիքը ունի, գյուղը երբեք փակված չի ապրի իր գյուղացիների մեջ, այլ ընդհակառակը մարզի ողջ բնակչությունը կիմանա գյուղի մասին եւ ամբողջ հանրապետությունը։ Եվ նման միջոցառումների ժամանակ վեր են հանվում գյուղի հիմնախնդիրները եւ մենք էլ ավելի արագ փորձում ենք դրա լուծման ճանապարհները գտնենք։ 1720 բնակիչ ունեցող համայնքն այսօր շատ խնդիրներ ունի, սակայն սարամեկցիները հուսահատվողներից չեն։ Համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը գյուղի ապագան պայծառ գույներով է տեսնում։ Մեր ժողովուրդը ստեղծող, դժվարություններին դիմացող ժողովուրդ է, ապագան մենք հաստատ գիտենք, որ մեր պետությունը հզորանալու է, մեր գյուղն էլ է հզորանալու եւ կամաց, ես էլ չեմ ասում ամեն ինչ, ասեք միանգամից կլինի, միանգամից ոչ մի բան չի, ամեն ինչ լինելու է տեխնաճան աշխատանքի շնորհիվ։ 5 տարի առաջ նախկին գյուղապետ Սպարտակ Մալխասյանի հիմնադրած տունն այսօր գյուղը շարունակում է սիրով նշել եւ ամեն տարի հյուրընկալ դռները բացում է ամբողջ Հայաստանի առջեւ եւ հրաժեշտ տալիս նույն հյուրընկալությամբ եւ հաջորդ տոնի սպասումով։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրютյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։